տոն գողացող են ման գալի, թող իրենց շարքերում ման գան։ Իրանք Լեռնային Ղարաբաղում իշխանություն ստանձնեցին, Դաշնակցությունը ներառյալ, ու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թևերը միասին առաջադրեցին նախագահի տեխնացու։ Իրանք Լեռնային Ղարաբաղի իրենց առաջադրած տեխնացուի հետ անվտանգության խորհուրդ նաև կազմեցին, հետո բոլորով միասին գնացին Եվլախ ու ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան։ Հիմա մատ Պետրոս, հիմա լուրջ եմ ասում, էլի, այս շիշիկին ես ինչ ասեմ, օրինակ, կարաս ինձ ասես։ Տեսնես, իրանք Լեռնային Ղարաբաղում իշխանություն զավթեցին, ասում է Դաշնակցությունը, Դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարլամենտում ունեցել ընդամենը 3 պատգամավոր, որոնցից մեկը հիմա գտնվում է Բաքվի բանտում։ Ուրեմն, այս ամեն ինչ որ ասում է տեղի ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունից հետո, երբ որ Արցախը արդեն տոտալ գտնվում է շրջափակման մեջ, այդ ամեն ինչը եղել է իրանց իշխանության շրջանում, իրանց կայացրած որոշումներով, Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, Իլհամ Ալիևի պահանջով, Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, Ալիևի պահանջով, Արցախը որպեսզի անտեր չմնա, իրանց կազմից այդ շրջափակման մեջ գտնվող նախագահն արդեն Արցախի նախագահ 23 թվականի սեպտեմբերին, էլի, նախագահը, որ 20 լիտր բենզին չունի, դրա նախագահը ո՞րն է, իշխանություն, այդ ասենք Արցախի իշխանությունը ո՞րն էր 23 թվականի սեպտեմբերին, երբ որ Արցախի խանութները դատարկ են, հիվանդները դեղ չունեն, երեխեքը կոնֆետ չունեն, շաքար չկա, ձեթ չկա, ալուր չկա, իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, իշխանությունը վերցրեցին եւ գնացին եւ լավ կապած, հասկանում ես ինչ նագլիություն է, էլի, սա ստորության, սրիկայության ինչ աստիճան է սա։